ինչքան էլ որ բացասական տրամադրված լինեք, կամ ինչքան էլ որ փորձեք որևէ հիմնավոր, անհիմն կապ ունեցող, անկապ առիթ օգտագործեք քննադատելու կառավարությանը, գոնե չի կարելի շղթել, որ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը մի տեքստ, որի շուրջ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ասում են մենք այս տեքստի հետ համաձայնենք։ Իսկապես շոշափելի ձեռքբերում է եւ նույնիսկ չստորագրված վիճակում միայն փաստի հայտարարմամբ իսկ որոշակիորեն Հայաստանի Հանրապետության անվտանգության աստիճանի բարձրացում։ Հիմա, բայց ես ավելի առաջ գնամ, կանխած գալով մեր եւ ձեր միջև արդեն քիչ-քիչ ծավալվող կռիվը։ Լավ ավանդույթների համաձայն։ Այս մասին ով խոսա, պարոն Խաչատրյան, գոնե դուք պիտի չխոսաք։ Եվ ես կարող եմ ասել ինչու։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ, ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց հարձակվող թշնամական Իգորամոս։ Այսինքն ասել, ստային միկրոֆոնը դանդաղ։ Շանսը ձայնը կտրում է։ Ահա, կտրեք։ Լսվեց, չէ՞, բայց այդ որ ես միկրոֆոնը կարող ասում եմ դաշնակցություն խոսալու իրավունք չունեմ։ Նատել եմ կրկնը։ Պարոն Խաչատրյան, Ալեքսանդրապոլի պայմանագիր, չգիտեմ, հիմա դուք էլ եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ եւ խոսալու տեղ,